Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Հովիարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։ Բարև ձեզ, Ռոնի Ղարիբյանն եմ, Ղարիբյան Real Finance ընկերության կողմից։ Այսօր արդեն գարունը պաշտոնական սկսել ենք այս ուրբաթ օրը, այսօր մարտ 22-ն է 2026 թվականը, երրորդ եռամսյակն էլ արդեն իր ավարտին է հասնում, գավաթակ արդեն 1/4-ը 2026-ին անցավ։ Եվ ինչպես ամեն օր, ամեն շաբաթ ձեր հետ այս հեռուստակայարանի միջոցով արդեն 12 տարի այլում ավել, արդեն փետրվարին սխալվեմ, այո, 2014-ին էր, փետրվար 2014-ին ես սկսամ ձեր հետ այս հաղորդաշարը ձեր հետ ունենալ ամեն կիրակի օրը եւ վստահ եմ տարիների ընթացքին բավականի կարողացել եմ ձեզի սովորացնել, ուղղություն տալ, ճշմարտությունը խոսալ եւ ձեզի սովորացնել, որ ինչեր է կատարվում ընդհանրապես ֆինանսավորման աշխարհում վարկերի համար, լոների համար, տուն առնելու համար, commercial շենքերի համար, residential investment-ների համար եւ ընդհանրապես էկոնոմիի համար փորձել եմ ձեզի ինչքան կարող եմ սովորացնել, որ առայժմ ես կարծես թե մեծ ազդեցություն ունեցել ենք եւ ուրախ ենք շատ, որ կարողացել ենք որևէ ձևով ձեր համար փոփոխություններ եւ ուղղություններ ցույց տալ։ Առայժմ podcast-ով շարունակում ենք այդ ժամանակները եւ դասավանդությունը եւ սովորացնելը եւ ձեր հետ կիսվել ամեն կիրակի ձեր հյուրը ելնել։ Իմանում եմ, ոմանք չեք օգտագործում, որտեղ տուն առնելու կամ ֆինանսավորման որևէ ծրագիրներ չունեք, բայց պարզապես հետաքրքրություն զբաղվում եք, որ լսելով լուրերը։ Եվ շատ ուրախ եմ դա համար, որտեղ դրսում ձեզի հանդիպում եմ, մոտենում եք եւ շատ ուրախանում եմ, որ լսում եմ ինձի, տեսնում եք եւ լսում եք եւ հարգում եք։ Բայց շատ էլ կուրախանամ, եթե ինձի հեռարձայնեք կամ email անեք, միայն դրսում տեսնելը չի, որ իրոք տեսնեմ ինչքան մարդիկ եք հետաքրքրված, արդյոք քանակը բավականի կա, որ այս ծրագիրները շարունակենք թե ոչ, եւ դա միայն կիմանամ, երբ որ դուք հեռարձայնեք կամ email անեք մեր գրասենյակը եւ ասեք, որ եթե կուզեք, որ շարունակենք այս ծրագիրները։ Սկսենք լուրերով։ Լուրեր, անշուշտ, լուրերը ինչպես միշտ ասամ, աշխարհը փոխվել է, հիմա լուրերը շատ արագ է տարածվում եւ առօրյա ինչ որ ծրագիրներ կա ամեն մարդու համար լուրերի պատճառով օրական փոխվում է, այսինքն մոր լավ, մոր վատ, մոր վրև, մոր ցած, մոր ցախ, մոր աճ եւ այս փոփոխությունները զգալի այլում առօրյա, բայց մարդիկ կան նորմալ էթում են գործի, նորմալ գալիս են տուն, ժամանակ չունեն զբաղվելու ինչա կատարվում, բայց չի նշանակում, որ իրանք չեն ազդեցությունը իրանք չի ազդում, միայն չեք անդրադառնում։ Օրինակ, եթե դուք չեք զբաղվում լուրերով, էթում գալիս եք, գնում եք անում, տուն եք առնում, կամ էթում եք միրգեղեն եք առնում, ինչ որ տունի համար grocery shopping եք անում, շատ բաներ կա, որ կարող է ընդհանրապես որտեղ չեք լսացել, չի նշանակում, չի ազդում ձեզի։ Անցյալ շաբաթ մի հատ լուրերից, որ զեկույց է, որ ամեն ամիս դուրս է գալի, եւ այդ զեկույցը փետրվար ամսվա համար էր,
որ PPI-ը կոչվում, PPI-ը կոչվում wholesale inflation, այսինքն այդ ընկերությունները որ մեծականակ խանութներին են ծախում, ոչ թե խանութը ժողովրդին է ծախում, այլ այդ մեծականակը որ խանութին է ծախում, որ նոր խանութը ձեզի վաճառի։ Եվ այս մեծականակ խանութի փետրվար ամսվանը մեծամասնություն ընկեր, որ մեջ ամեն ինչ կա, եւ այդ ուտելիքը եւ էներգին, այսինքն վառելիքները մեջից հանեն, core PPI-ը կոչվում եւ այդ վրայից սղաճն են նայում թանկությունը, որովհետեւ եթե այդ այսինքն այգեբանը խանութին կամ ասենք օրինակ furniture store կամ հագուստեղեն կամ եւ ծախումը խանութին իր հագուստը $100 եւ խանութը ծախումը ձեզի $200, այն $100 մասին է այս խոսքը, որ ավելի թանկացախ է խանութին, դա ավելի արժե։ Եվ այդ ցույց տվա, որ 3.4% սղաճ եւ թանկություն ունենք եւ core PPI-ը 3.9%, ասի մոտ 4%-ի չափ սղաճ կա, թանկություն կա հոսելիս բան եւ էսի շատ վատ լուր էր։ Վատ լուրը կենտրոնական բանկը ինչպես իմանում ենք, սպասում ենք, որ տոկոսները իջացնի, կենտրոնական բանկը նայում է այս տեսակ զեկույցների վրա եւ այս տեսակ զեկույցների վրա ասում է, որ թանկությունը իջնում է դե բարձրանա, դա վրայից տոկոսները իջացնին, դիչ բարձրացնի։ Մեծ մտահոգությունը որ կար ուտելիքի, որ մեկ քիչ առաջ ասեմ դուք չեք իմանում, եթե մենք առնում ենք այս տուն, բայց ուտելիքների վրա ընդհանուր փետրվարում 2.4% աճ այլ է food ուտելիքների վրա։ Եվ միայն vegetables, այսինքն միայն բույսեղենը 48.9%, 50% աճ ունեցե բույսեղենը։ Դուք այդում եք նանա, թարխուն, բեյզել, դες բաները առնում եք խանութից, վարունգ, բայց 50% աճ այլև է։ Էներգին, որ պատերազմն է, արդեն քարյուղը բարելը $100 էր հասել, որ դա մոտ 2.3% աճ ունեց։ Եվ այս սղաճը, ուրեմն ինձի մոտ 2-3 շաբաթ առաջ մայթ իմ հին հաճախորդներից հեռացանավ, վարկով էր հետաքրքրված, ասա որ սպասեմ էսա կենտրոնական բանկը տոկոսները պիտի իջացնի։ Եվ ես ասա որ նայ երկու բան, մեկ որ կենտրոնական բանկի տոկոսը որևէ ձևի ազդեցություն չունի տուների, մորգեջ լոների վրա։ Կենտրոնական բանկի շարժումը պարզապես սղաճի առաջ բռնելու համար է, դե ոչ որ մեկ բանկ մյուս բանկից կարողանան պարկ վերցնեն overnight եւ այդ տոկոսը բարձրացնելով փորձում է սղաճի առաջը բռնել, որ այլևս չի էլ աշխատում առաջվա նման, առաջ տարբեր էր, հիմա ինչպես ասամ, ժամանակը փոխվել է, այլ նույն ձևի reaction չունի։ Բայց կենտրոնական բանկը չորեքշաբթի ժողով ունեցավ եւ ժողովում հայտարարան, որ բացի որ տոկոսները չի իջացնում, հակառակը, որովհետեւ է սղաճը եւ թանկությունը տեսնում է որ կա, կարող է դեռևս նույնիսկ բարձրացնի, չասան զեկույցի մեջ տենցի։ So բացի որ չի իջացնում, հələ առաջ մեզ պահան stable վիճակով, պաշտոնականը 3.5-ից 3.3 այս բանն է եւ առաջ մեզ տոկոսները իջացնել է կենտրոնական բանկի կողմից ոչ մի տարբերություն։ Կրեդիտ քարտերի տոկոսները շարունակաբար նույն ձևի 20%-ից ավել վճարում եք, մեքենաների տոկոսները առնելու համար դեռ բարձր է եւ ամենաբարձր payment-ներն ունեցել ենք որպես record high payments մեքենայի եւ միշտ ֆոկուսը անշուշտ միան արժեքի վրա չի payment-ների վրա էլ։ Student loan-ները մոտ 6.3-6.4% է ֆիքսերը, բայց եթե դրամ ունեք հաշվի մեջ, երբ որ կենտրոնական բանկը չի իջացնում, ձեր դրամը, որ բանկի մոտ է, այդ տոկոսը պահպանվում է, չի իջնում։ Սա այդ կողմից մենք որ լավ է ձեր գումարի տոկոսը պահպանվել է բանկերում եւ անշուշտ տուների տոկոսները կենտրոնական բանկի որոշումին կախյալ չի բոլորովին,
այդ երբ որ սղաճի լուրա դուրս գալի է տեսակ որպես inflation-ը պատճառ է նոր 10 տարվա treasury-ին որ forecast անում, այսինքն հեռատեսա որ սղաճ ունենք եւ եկե թանկություն առաջ գա 10 տարվա treasury-ին բարձրանում է եւ այդ որ բարձրանում է տոկոսներն էլ հետ բարձրանում են ուրեմն դեռևից առաջ միջև այսօր մոտարապես 3/8-րդի չափ տոկոսները ընդհանրապես բարձրացել են եւ եթե line of credit-ով եք ուզում հետաքրքրվեք կամ երկրորդ լոներով ասելով line of credit, home equity, second loan, ինչ որ անունն եք ուզում դնեք եւ տանք կախյալա կենտրոնական բանկի իջացման դե բարձրացման առաջ մեզ լուրջ չկա կարող եք ստանալ վարկերը դու երբ որ կենտրոնական բանկը իջացավ դու եք իջացնել ուրեմն այդ լուրերի վրա փետրվար ամսվա Կալիֆոռնիայի որպես home sales հասկացողության որ առուվաճառքներ որ existing ոչ թե նորակառույց home sales-ը բարձրացավ մոտ քանակով 274,000 քանակ եթե տարեկան վաճառվի այս արագությամբ եւ մոտ հունվարից մոտ 3/10-րդի չափ ավելի քիչ էր նշո բարձրացավ եւ 3/10-րդ ավելի քիչ էր քան թե 2025 թվականին ուզում են որ 300,000 տուներ վաճառվի տարեկան որ միջինն է միած Կալիֆոռնիայում որ առաջ մեզ 275,000-ի շուրջ են բայց միջին արժեքը Կալիֆոռնիայի տուների medium home price-ը նորեն իջավ $830,370 դա ընդհանրապես լավ լուր է բոլոր Կալիֆոռնիայի միջինն է okay Glendale-ը չի այսինքն մի ասենք թե իջավ Այդ իշխնում է Բարսելոնա բոլոր Կալիֆոռնիա Sacramento San Francisco San Diego եւ մոտ 9/10-րդի չափ արժեքները ավելի բարձր քան թե հունվարին անշուշտ բայց վերջի 2 ամսվա մեջ իջացում ունեց եթե հիշում եք 900-ների մեջ էր $920,000 մեջ էր եւ ուրեմն $830,000 ասո միջինը բավականին իջեր է որպես ինվենտորի ինչքան տուն կա վաճառքի այսօր շուկայում բոլոր Կալիֆոռնիայում մոտ 4 ամսվա դեռ ինվենտորի կա որ հունվարին 4.4% էր որ 6% ենք ուզում լինի անշուշտ price per square feet-ը նորեն բոլոր Կալիֆոռնիայում միջինը $424 է որ նախկինում $421 է so price per square feet-ը մեկ քիչ բարձրացել է երբ որ Կալիֆոռնիան բաժանում են մասերի նայում ենք որ central coast մեջտեղի մասը 6% առուվաճառքը աճ ունեցել San Francisco-ի Bay Area 4% առուվաճառքը աճ ունեցել եւ Central Valley մոտ 6/10-րդի չափ բայց Southern California որ մենք ենք Los Angeles, Orange County, San Diego եւ այլն մոտ 6/10-րդի չափ իջավ եւ far north-ը որ վերջինա բարձրանաս 2.9% ինչևից է կարևորներից մեկը ինչա որ նայենք արժեքները միշտ ասել եմ այս Կալիֆոռնիայի զեկույցն է ես ձեր համար ունեմ ավելի կոնկրետ մանավանդ գարունը որ սկսավ իմանում ենք spring buying season-ն է որ ժողովուրդը սկսում են անմիջապես հետաքրքրվել արդեն մենք հեռաձայներից հայտնի է որ իմանում ենք այսինքն նորություն չէր հաճախորդներ ունենք որ կալվածներ ունեն կամ ծախու կամ վարձու եւ մտահոգի որ հեռաձայներ չի գալի եւ այլն եւ ինձ ասում են որ գիտեք հունվար եւ փետրվար ընդհանրապես այդ կաման սեզոններից է միզից որ ասվի սպասիկ եւ անմիջապես մարտի մեջ մտնելով եղանակը տաքանելով հեռաձայները just maximum yani օրական 5 հեռաձայն էր գալի քան թե շաբաթներ մեկ հեռաձայն էլ չէր գալի so դա ցույց է տալի որ սեզոնը իսկապես այս ուսումնասիրությունը որ ելերա տեսնում ենք որ ժողովուրդը երբ են քայլ վերցնում մեկ եղանակի համար մեկ է դպրոցների registration-ներն է որ եկե երեխաներին դպրոցները ձայնագրեն բանանեն register անեն եւ դի որտեղ ապրում հասցեն մեծ դերակատարում so ընդհանրապես
Լոս Անջելեսում ինվենտորիները որպես տունի վաճառքի տուները կամաց շատանում է, տեսնում ենք էլ լիստինգները, բայց դեռ պատմական որ նայում ենք դեռ ամենած քիչերից մեկն է դեռ չի հասցել դե, բայց մենք այս զգուշությամբ մոտենանք ինչու է ինվենտորին շատանում, արդյոք տուներն են շատանում, պարզապես ավելի երկար են մնում շուկա, որ իրար վրա ավելանում է, այսինքն 5 տուն է եկել, մյուս օրը 5 հիմա 10 լավ, արդյոք 10-ը դες 5 ընդհանրապես առաջ վաճառվում էր, 5 գալիս էր վաճառվում էր, 5 գալիս էր ուրիշ վաճառվում էր, հիմա չի վաճառվում, so stack up է ելում, so ոչ թե նոր տուն է, ոչ թե 5 հիմա 10 գալի, so այդ գոյից մեկ իշ այդ գոյցա տարբերությունը, Glendale Burbank-ում մոտարապես մեր թաղամասներում խոսանք, լիստինգները մոտ մի ամիսից 2 ամիս է մնում շուկան, անշուշտ կապ ունի տուներ կա, որ 3 օրվա մեջ է ծախվում եւ ավելի քիչ էլ, so La Cañada, La Crescenta ավելի քիչ է, այսինքն ավելի արագ է ծախվում, բայց պահանջը մի քիչ ացել է, Pasadena-ն ընդհանրապես քանդոն շատ ավելի քիչ է վաճառվում, քան թե տուները ավելի արագ են ծախվում, բայց ասեմ, էսի oversupply-ի հարց չի, որ շատ տուն կա հեսա արժեքները իջնելու, ոչ, պարզապես պահանջն է քիչացել, ոչ թե քանակն է շատացել, դի տարբերություն կա այդ երկուսի մեջ, բայց արժեքները մոտարապես flat անփոփոխ է մեծամասնությամբ crash չկա, խնդրում եմ մի կարծեք հեսա տուների արժեքները իջնում է crash անում, so it's տարիներ եւ տարիներ մինչեւ COVID-ից առաջ, okay, նայենք այտենցի նայենք հարցին, մինչեւ COVID-ից առաջ Լոս Անջելես ընդհանուր արժեքները were undervalued, այսինքն արժանին, շատ արժանին, համեմատ ինչ է ստանում, համեմատ նահանգին, համեմատ location-ին, California, Los Angeles ապրելը, մայր տուն առնելը նախքան COVID-ը big deal չէր, ամեն մարդ կարողանում էր փոքրիկ տուներ, ամենաս լավ տուները, որ ասենք սարերի վրայի տուները, որ հիմա 2 միլիոն է ծախվում, այն ժամանակ 1 միլիոն 200 են ծախվում, մեկ իշ նորմալ տուները 7-8 հազարով լիքը տուներ կար, որ առնում են իմ հաճախորդներս 34 տարի է տեսել եմ, ես ասում ճիշտ COVID-ից առաջ եմ խոսում, 2008-ից հետո, 2008-ին ու ավելի քիչ, so ընդհանուր առմամբ undervalued է եւ հիմակվա համար որ բարձրացել է, բայց անփոփոխ մնացել է եւ նրանք տեսնում ենք որ արժեքները մի փոփոխ իջացնում են, բայց նրանք են որ սխալ արժեքադրում են արել, so ավելի շուտ արժեքները correction, այսինքն սարքվում են, քան թե իջացնում են, so overpriced տուները մնում են չեն վաճառվում դեռ դե եւ տեսնում ենք մինչեւ 2-ից 5% cut արժեքների մեջ կարողանում են իջացնել։ Հիմա նայում ենք մարքեթում ինչքան էր ծախվում 2021-ից 22 թվականին մոտավորապես 14 օր էր average-ը մի տուն ծախվում էր, 24-ին 20-ից 30 օր էր տևում եւ հիմա 30-ից 60 օր, այսինքն ցույց է տալի որ the market-ը crash չի արել, պարզապես կամանցացել է։ Բայց ինչպես միշտ ասել ենք, այսօր արժեքները չի նորեն ասել որպես buyers, որպես գնողներ, payment-ը շատ ավելի կարևոր է, քան թե արժեքը։ Շատ նորմալ է հիմակվա պայմաններով եւ տոկոս որ մի անգամից բարձրանում ես, մի payment shock է ստանում, բարձրանում ես, բայց negotiate անելը եւ մի անգամից ասի չեմ ուզում եւ էլ չառնելը այսօրվա գնողների մեջ ավելի տարածված է, որ բրավո իրանց, եթե կարողանում են ճիշտ ձևի negotiate անել եւ որպես սպասում են արժեքները իջնի կամ սպասում են տոկոսները լավանա, timing the market մի քիչ շատ դժվար բեկեն, new construction-ը չունենք նոր շինարարություն, բայց մենք դրանք որ կան որպես քանդոներ են, մանավանդ townhouse քանդոներ, որ նորակառուցներ են, ելերեն շատ է, օրինակ Նորթ Հոլիվուդում կա, Glendale-ից մեկ քիչ դուրս Թահանգաստանն այդ կողմերում ճարվում է, San Fernando Valley-ի մեջ ճարվում է, եւ լավությունը այդ նորակառուցներին իրանք շատ ավելի սելերներ, որպես developers
rate buy down-ի համար գումար են տալի իջացնեն, closing cost-ն են տալի փակում են եւ discount են տալի ավելի inventory վրա, բայց դա արդեն մեր մասնագիտությունն է իրանց հետ ինչպես են negotiate անում, so մենք կարողանում ենք եւ seller-ներ ունենք իրանց խորհուրդ են տալի որ անպայման credit tour closing-ի համար մանավանդ buy down-ը to one buy down, այսինքն տոկոսներ 6-ը սկսում ես 4-ով մետարի, հետո 5-ով, հետո 6-ով, այսինքն seller-ը պետք է եւ մենք մի հատ ծրագիր ունենք հիմա նոր ծրագիր, որ մենք հետո կանդրադառնանք, որ այդ buy down-ի ծախսը մենք կարողանում ենք, բացի որ seller-ից առնենք, կարող ենք lender-ից էլ առնենք, որ ձեր համար վճարումը դուք չեք վճարում։ So ինչա մարքեթը ընդհանրապես ինչու է չի աշխուժացել այդքան թիվ 1 տոկոսներ, ինչպես ասեմ, պաշտոնականը 5.9 էր, էլա 6.5 պաշտոնականը, մեր պաշտոնականը մինչև 5.25 էլ ունենք, արդեն 5.75 է լավ, պատերազմը անշուշտ սղաճը, թանկությունը եւ այն սելերները, որ ես տոկոսները 2-3%-ով եւ չեն ուզում ծախեն, սոստակ ամենը մեծ դեր է կատարում։ So եթե սելեր եք, չես անցյալ տարվա հետ բախտատում եւ քմփիթանում, դու այսօրվա տոկոսներն ա քեզի խանգարում որպես seller, որ ինչպես նայես հարցին։ So որպես buyer մեկ քիչ ավելի negotiation power-դ ուժդ որ կարողանաս հետները խոսած որ արժեքը իջացնեն, բայց այդ փոփոխությունները մասնագետի պետք է թողնեք որ մասնագետի միջոցով իմանանք ինչպես են ձեր համար negotiate անում։ Նամանավանդ նոր ծրագիրները որ ունենք որ մեկ քիչ առաջ ձեզի ասեմ որ օրինակ սենց ասեմ մի ծրագիր ունենք որ 3% կանխավճարը 3% մենք կարողանում ձեր համար վերցնենք եթե ձեր եկամուտը միջին եկամուտը եթե Los Angeles County-ում եք 214,000 ելնի կամ ավելի պակաս first time buyer պետք է ելնեք եւ մենք լրիվ down payment-ը կարող ենք ձեր համար վարկ վերցնենք 3%-ը եւ այդ վարկի վրա այդ down payment-ը տոկոսը payment չունեք, տոկոս չունեք, այնքան որ այդ վարկը պահեք եւ այդքան բան։ Ուրեմն միան եկամուտ ու credit ու տես բաներ պետք ունես, so zero down payment-ով կարող ես տուն առնես, եթե qualified ես ծրագրի տակ։ Շատ մանրամասեր ունի, բայց ինձ հեռացանեք, ես կարող եմ ձեզի այդ ուղղությունները տամ, բայց օրինակներ ինչպես ասամ, եթե եկամուտ ընտանիք մինչև 214,000։ Իշով բերավ ինչ առնեք, չառնեք եւ ինչ է կատարվում այսօրվա շուկայում, շատ կարեւոր բաներ կա նայելու։ Մեկ այն որ starter home-ը միշտ եմ ասել։ Եվ տեսնում եմ, ինձ երիտասարդներ են հեռացանում, շատ ուրախությամբ առաջի իրանց կոնդոմինիում կամ townhouse առնում են, շատ ուրախ են, ունենում են իրենց առաջի զավակը, մեկ քիչ երեխան մեծանում է, վրայից արդեն քանի տարի անցել է, նոր ամուսնացածներին, մեկ քիչ աշխատան, մեկ քիչ բան, հետո երեխան եկավ, մեկ քիչ մեծացավ հիմա, առաջի 2-3 տարին դեռ ոչինչ, արդեն 5-րդ, 6-րդ տարվա մեջ են, որ իրենց տունը որ առել են, հիմա կարողանում են ավելի թանկոտ ծախել եւ այդ օգտագործել կանխավճարը մանավանդ իրենց գործեր ավելի լավացել է, որ կարողանան սեփական տուն առնեն։ Շատ նորմալ մի հատ երևույթ է։ So դա համար ամեն մարդ պետք է չի առաջուց ասի, որ ես չէ, եթե սալով, վիով տուն չեմ կարող առնեմ, ուրեմն չեմ կարող առնեմ։ Բայց չմոռանանք undervalue-ը նույնիսկ ուտելիքները։ Սենց ասեմ, դուք որևէ երկիր ասելով եվրոպական երկրների մասին խոսքը ոչ թե մեր Հայաստան կամ Պարսկաստան կամ Լիբանան կամ Իրաքի մասին չի խոսքը, եվրոպական երկրներ կամ այդ տեսակ տարիներ եւ տարիներ եւ տարիներ եւ տարիներ։ Եթե հիշում եք, մենք ստե Միացյալ Նահանգներում Glendale, Los Angeles որևէ ճաշարան մեծ պնակով հսկայական ճաշեր առաջ է դրվում, որ չի կարողանում վերջացնել։ Միշտ դա էլ է, միշտ։ Եվ շատ արժանի $10 կամ ինչքանով վերջացնում ենք հսկայական բնակի մեջ, ելներ խորոված կամ ելներ փաստա կամ ելներ ինչ որ կար։ Որ եթե հիշում եք տարիները, օրինակ Ֆրանսիայում այդ ստեյք հատալի մեկի կողքին բան եւ այդ շատ թանկանոց բնակներ էր։ Հիմա մենք we cut up, այսինքն հասցել ենք հիմա այդ
թանկության եւ քանակը եւ չափսը եւ այլն հասել ենք այդ բաների մեջ, այսինքն we catching up եւ դժբախտաբար it's a problem, բայց catch up-ը այս մետեսակը նա որ հասնում ենք։ Հիմա refinance-ի համար, ինչպես ասամ, են պատերազմից հետո տոկոսները բարձրացել է եւ միշտ ձեզի հիշացնում եմ, որ մարդիկ կան սպասում են տոկոսը իջնի եւ հետո հեռացայնեն։ Դժբախտաբար այդպես չի, որովհետեւ դու փորձում ես time անես։ Այդ օրը տոկոսը իջավ, այդ օրը դու գործի ես, այդ օրը TV չես նայել, այդ օրը չես լսել լուրերը։ Կամ հետո նոր հեռացանում ես, նոր տեսնում ենք, որ կրեդիտի հարց կա պետք է սարքենք, եկամուտի հարց կա պետք է որ սարքվի եւ այլ հարցեր կա, որ ժամանակ է տևելու։ Կամ էշե հեռացանում եք, ես այսօր զբաղված եմ, թուղթը չեմ անվորդա, պետք է ման կամ ճարեմ այդ թուղթերը կբերեմ 2 օր հետո, այդ ուշացումները պատճառայելու որ տոկոսը կորցնես։ Սո անպայման խորհուրդ է նա, որ եթե ուզում եք refinance անեք, կամ եւ այսօրվա տոկոսները եթե ձեռնատու չի, չեմ ասում սպասեք, եթե որտեղ ով ասեմ պետք է իջնի, ինչ գարանտի կա որ տոկոսները պետք է իջնեն։ Ոչ տենցի գարանտի կա, ոչ տենցի խոսք կա։ Պարզապես ցանկությունը ամեն մարդ է ուզում, բայց առաջ պետք է հաշվենք այսօր կարողանում ես save անես, դե ոչ, ամիսի $500, $300, $1000 ամեն մարդու համար տարբեր է, կամ տարիները կրճատենք 30 տարվա փոխարեն 20 տարով անենք եւ այլն։ Եվ հետո վերջավորության այդ բոլորը անելուց հետո, այսինքն ձեռնատու չի, պարզապես կես տոկոս էլ պետք է իջնի, թղթաբանությունը պատրաստ ունենք, երբ որ իջնում է, հեռազանում ես իջելը այսօր լաք են կանում տոկոսը։ Դա մեկ։ Ինչ որ վերաբերում է գնողներին, արդեն չեմ անում ինչքան հիշացնեմ եւ լուրջ հարցայլում։ Հայնակից կար ինձ հեռազայնավ անցյալ 3 շաբթի։ Ծրագրիս մեջ տունը տեսել է Կիրակի օրով։ 3 շաբթի հեռազայնավ ասավ հետաքրքրված եմ։ Այդ տունը ես Կիրակի ցույցիմ տվել, 1 շաբաթ առաջ 2 շաբթին արդեն լիստելած էր, այսինքն ես չեմ կարող 2 շաբթի օրը ձեզ ցույց տամ։ 1 շաբաթ վերջ 5 օր վերջ Կիրակի օրով ցույց եմ տվել, ինքն 3 շաբթի օրով է հեռազայնը։ 7 օր ուշացումով եւ դեռ վարկի գործերն էլ չենք արել, նույնիսկ չենք իմամ qualified է թե ոչ։ 1 ժամանակին չհասավ, տունը վաճառվավ, երկրորդ է նույնիսկ էլ հասնել ժամանակին, loan-ը qualified է թե չէ, դա էլ չենք իմանում։ So անպայման եթե շուկայի մեջ եք տուն առնելու կամ refinance անելու, հեռաձայնեք, մենք paperwork անենք, մեր ձեր թուղթի գործեր անենք, մենք ձեզ պատրաստ ենք, հետո սպասենք, ուզում ես սպասես։ Մյուս տեսակը չի, թու առաջ ելնի, հետո թուղթերը գտան, ոչ, առաջ թուղթերը տուր, հետո նայենք սպասեմ։ Սո այդ երկուսը անմիջապես կուզեին, որ ձեզի հիշացնի։ Չմոռանանք անշուշտ այս իմ պայմանների տակ մենք առաջ նայենք տեսնենք տոկոսները, ուզում եմ տոկոսների մասին հետո ուրիշ բան կխոսանք, մենք ուզում եմ տոկոսները նայենք ինչպես էր շաբաթ, ինչպես ասամ, այնօրվանից որ պատերազմը բարձրացել, բայց դեռ լավ է։ Սո մենք նայենք տոկոսը ինչպես էր։ Ուրեմն այստեղ refinance-ն եմ առաջ ձեզ ցույց տալի, եթե վարկը 300,000-ից 832,000-ի մեջտեղներն է, եւ եթե ունես 781 credit score եւ էսի 25% բանի 25% ներողություն equity ունենաս, կարող ես որ 5.875 տոկոս տենի 6.125 0 point-ով։ Եթե նույն պայմաններով ես գումար քաշես ֆրենք cash out անես 5.875 point-ով 6.6 նույն ինչպես ասեմ նույն պայմաններով։ Ներողություն, ասի, ուրեմն high balance, եթե պարկը 832,000-ից 1,249,000 եւ նույն պայմաններով կրեդիտ հետ եւ այլն, այն ժամանակ կարող ես ստանաս 6.125 point-ով 6.300 0 point-ով։ Profit and loss program-ը or no tax returns, առանց tax return-ի եւ interest only-ը կարող ես իջացնես
այն ժամանակ 6.5% 1 point-ով, 6.75 0 point-ով։ FHN-ներն են, որ եթե created վատա եւ 620-ը credit score-ը այն ժամանակ կստանաս գումար շուկա 5.5%։ Ուրեմն էսի այդ բան Biden program-ն է, որ ասում եմ, եթե առաջի անգամ նա տուն ես առնում եւ ուզում ես այս տոկոսը 3.8 լինի փոխարեն 5.8, սա ծախս ունի, որ այս 16,000 ծախսը տեսնում եք, այս օրինակ եմ տվել, եթե 800,000 դոլարի տուն ես առնում եւ 5% կանխավճար ես դնում, կարող ես 3% էլ կանխավճար դնես, կարող ես այս ծրագիրը ստանաս եւ այս տոկոսով, բայց այս ծախս ունի։ Մենք ծրագիր ունենք, որ այս ծախսը կարողանում ենք, եթե սելերը վաճառող ասում են, չեմ ուզում ես 16,000-ը տանք, մենք էդի կանենք ձեր համար։ Սա Fannie Mae-ի եւ Freddie Mac-ի կողմից 300,000-ից 832,000 պարկի համար էսի մոտարապես 5.75 եւ այս 3% down-ը, որ տեսնում եք, այս 3% down-ը մենք ծրագիր ունենք, որ կարող ենք ձեր համար այդ 3%-ը մենք ձեզի օգտակար լինենք եւ 0 point-ով 6% այլնում մինչեւ 800 նույն պայմաններով։ Սա 20% կանխավճարով 5.875, 20 տարվա ֆիքսը 5.5, 15 տարվանը 5.25, 10 տարվանը 5.5։ High balance-ները, որ ելնում է 832,000-ից 1.249,000, 6.125, 5%-ով, 20%-ով 6.25 1 point-ով, 20 տարվա ֆիքսը 6%։ FHN-ները դեռ առաջ մեզ լավ են, եթե credit down payment-ը միայն 3.5% է, 5.375 1 point-ով, 5.625 0 point-ով։ Եթե high balance ես, այսինքն մինչև 832-ից 1.249,000, 5.375, եթե FHL-ոն ներկայիս ունես եւ FHA-ից FHA-ից ուժում անես, 6.375 0 point-ով։ Ջամբոները շատ դեռ լավ են տոկոսները ջամբոներինը, մինչև 3 միլիոն դոլար ես օրինակը տվել եմ 25% կանխավճարով 5.875 which is still great եւ PNL program-ն առանց tax return-ի 6.5% 1 point-ով 6.75 0 point-ով։ Սա bank statement program-ն է, առանց tax return-ի միայն bank statement-ը ներկայացնելու համար, այսի նույն տեսակ եւ interest only-ն է։ Line of credit-ները, ինչպես ասամ, line of credit ունենք, սա կենտրոնական բանկի частի սայլկիչնի, առաջ մեզ ստե, այսի առանց tax return-ի, որպես առանց tax return-ի profit and loss statement-ով։ Ինչպես տեսակ, տոկոսները դեռ համեմատաբար այդքան վատ էլ չեն, ամենացածրից, որ ունեցել ենք 3 շաբաթ առաջ մի քիչ բարձրացել է, բայց դեռ լավ են, եւ ինչպես ասեմ, տոկոսը չեք կարող time անեք, երբ է իջնում, երբ է բարձրանում, միայն պետք է նայեք payment։ Payment-ի մասն է, որ կարևոր է, այսինքն տուն ենք ունեցել հայրենակից, օրինակ ասեմ, կլորակացնեմ թիվերը, 1 միլիոն դոլար լիստ այլ է, եւ հարմար տուն էր եւ ամեն ինչը լավ էր, եւ էսի իմանում ենք պետք է ավելի բարձր էր, multiple offer էր եկել։ Եթե 1 միլիոնանոց տունը offer գրեիր 1 միլիոն 100,000 դոլար եւ 100,000 դոլար ավելի շատ։ Այդ 100,000 դոլարը payment-ից վրա 100 դոլարը տարբերություն չեր անի։ Բայց եթե գրես 1 միլիոնը 1 միլիոն 30,000 դոլար, այդ տունը կկորցնես եւ ուրիշը կառնի։ Եվ այդ նորմալ է։ Որովհետեւ այդ 1 միլիոնը կամ 1 միլիոն 30 կամ 1 միլիոն 50 կամ 1 միլիոն 75 կամ 1 միլիոն 100 իր արժեքը այսօրվա պայմաններով մեծամասնություն դնողների համար կարևոր չի։ Կարևորն է իր payment-ը ինչ այլն է։
եւ այդ payment-ը փոխվում է այդ օրվա տոկոսներով եւ այդ payment-ը կփոխվի առաջիկա ամիսների տոկոսներով, երբ որ refinance-ը կանելու։ Այսինքն այսօրվա պայմաններով որևէ ձևի կգնայես այսօրվա payment-ը ինչ է, ոչ թե ինչքան եմ առնում։ Սոյսի ասելով կուզեմ հիշացնել, որ ես ինչպես իմանում եք Glendale-ի խորհրդի անդամ եմ տեխնացությունս դրե բավականի հայեր կան, չսխալվեմ 8 հատ 9 հատ հայ կան եւ չսխալվեմ 3-4 հատ էլ օտար ազգ, ոչ հայեր եւ ուզեցի ստամասի մի երկու րոպե զրեցել, որ ինչ է տարբերությունը եւ ինչ է կատարվում եւ խնդրում եմ հեռաձայնեք ինձի, որ ավելի կոնկրետ կարողանամ դեզի բացատրել։ Այսօր որևէ միություն, որևէ դպրոց, որևէ կենտրոն, որևէ տեղի, որ անդամ եք, ինչի որ անդամներ եք եւ այդում եք, парքի, նարդի խումբա, շախմատի խումբա, վերջապես, եթե անդամ եք որևէ մեկ տեղի, եւ այդ տեղերը, այդ միությունները, ունեն խորհրդի անդամ, չէ՞, ունեն պաշտոնյաներ, որ մեկը նախագահն է, Իրանայի միությունն է, հոմենտմենը նա, այդպես ասեմ ավելի հեշտ հասկանաք, եւ եկեղեցիներն եւ այլն ունեն խորհրդի անդամներ, որ մեջը կա նախագահն է, իրենց կամ ավելի շուտ ատենապետն է, ոչ թե նախագահն եւ խորհրդի անդամներ։ Եվ անդամներս վստահ դպրոցը, չէ, դպրոցները իրանք խորհրդի անդամ ունեն, չէ, մարդիկ board members հասկացողությամբ։ Եվ ժողովուրդը, որ անդամներ են, ինչպես որ դու երեխայի տանում ես դպրոց, վստահելով ուսուցիչներին, վստահելով անձնակազմին, որ իրենք պետք է անեն ճիշտ աշխատանք։ Դու այդում ես երեխին դնում ես, այդում ես գործիդ հետևից 5 ժամ, 6 ժամ այդ երեխին հույսը միայն վստահությունն է, որ անձնակազմը եւ այդ ուսուցիչները քո երեխային լավ են նայելու։ Կամ ինչպես ասամ, եթե ուրիշ անդամներ ես, ուրիշ տեղեր, այդ խորհրդի անդամը կա, վստահում ես, որ այդ երբ որ երեխային տանում ես հոմենտմեն կամ Արարատ կամ Մասիս կամ Շանտ կամ որտեղ խաղի, վստահում ես այդ խորհրդի անդամին, որ ապահովությունն են պաշտպանում, ծախսերը մաճելի է, քան թե քեզի ամեն ամիս ասեն երեխեդ գայս ես թե բասկետբալ խաղալու, բեք ինձի ամիս $1000 տաս։ $1000 որտեղից բերեմ տամ, $100 կարող եմ տամ։ Ինչ եմ ասում։ Նպատակս այն է, որ այդ խորհրդի անդամները, որ այդ որոշումներն են տալի եւ վստահում ես եւ քո վստահությունը, ապահովությունը քոնը եւ երեխաներին վստահում ես այդ խորհրդի անդամի մեջ, շատ կարեւոր նայես ովքեր են այդ խորհրդի անդամները եւ արդյոք կարող են, դե կարող մարդիկ չեն։ Կարող է շատ լավ մեկնա, բարի անձնավորություն, բայց չի նշանակում լավ եւ բարին իմանում այն չանում։ Չէ՞։ Հիմա մենք Glendale որպես քաղաքապետություն, որպես քաղաք ունենք քաղաքի խորհրդի անդամ, որ 5 անձնավորություններ են։ Որ ներկայիս 5-ից ունենք 4-ը հայ են։ Եվ մեծամասնություն ինչու՞ չէ, որովհետև մեծամասնություն Glendale-ին էլ հայ են։ Եվ չի նշանակում հայ ելնել կամ չելնելը լավ է կամ վատ է։ Եվ հաճախ լսում եմ ինչ ենք ամեն անգամ հայի քվե տալի, մեկ քիչ օտար ազգի քվե տան։ Դուք դեռ օտար ազգի շատ լավերը կան, շատ լավերն էլ ելեր են, շատ ավելի լավերն էլ կելնեն։ Հայերի մեջ չի նշանակում ամենը լավ են։ Սո հայի եւ ոչ հայի հարց չի։ Այն անձնավորությունը, որ կարող է եւ կարող չի, այն անձնավորությունը, որ կարող է մհատ քաղաք, որպես մհատ բիզնես, որպես ժողովրդի համար կարողանա ապահովություն պաշտպանի, ինչպես որ երեխային դնում ես, այդում ես տուն չես իմանում, որ ապահովա դե ոչ, կամ սննդվում է դե ոչ, կամ ներսը տաք է դե ցուրտ է։ Արդյոք տաք ժամանակ, երբ որ տաքանում է եղանակը, AC-ները պետք է վառեք, քաղաքապետությունից նամակ է գալի, թուղթեր է գալի հեռուստակայարանից, որ մենք ունենալու ենք blackouts, այսինքն անջատվելու է, հոսանք չի ելնելու, էլեկտրականություն չի ելնելու։
եւ անելու ենք, որ խնայենք էլեկտրականություն։ Բայց ինչ պետք է սա այդ խնայելը, եթե ես տակ օրին չեմ կարող air conditioning վարեմ, ինչի համար air conditioning ունեմ, միայն ցուրտ օրերից համար։ Ջուրի պակասություն կա, ուրեմն ջուր միտուր խոտերը թանի քար լսրու։ Քեզ ինչ պետք ունեմ այդ համար, ես գիտեմ անապատում կապրեմ, ես դե եմ ապրում։ Էլեկտրականության բիլը գալիս է ծախսերը թանկ։ Այսինքն, ինչպես ասում եմ, կարող մարդիկ պետք է լինեն, խնդիրներ շատ կան, փողոցները, չեմ ասում ամեն փողոցները ամեն մարդու համար է, ամեն մարդ կարող է, որ մանավանդ հեծանիվ քշողները, որ ուզում են, որ փողոցներում հեծանիվով իրանք զբաղվում են իրենց հոբին է, շատ էլ ճիշտ է, շատ էլ առողջարար է, good for you։ Բայց արդյոք կուզենք այդ հեծանիվ քշողը, որ ես էլ հեծանիվ եմ քշել 16 տարեկանից, որ այդ հեծանիվ քշողը արդյոք ամենից զբաղված ժողովուրդը գործի են եթում, դպրոց են տանում երեխերին, թրաֆիկը խեղդում է, մայր լույսի վրա կայնած տևում է ժամերը, լույսը կանանչ այլում, կարմիր այլում, միջոք հերթը գա։ Բերենք մի հատ էլ գիծ հանենք այդ հեծանիվի քշողի համար, որտեղ առավոտը 8-ին rush hour սիրում է հեծանիվը քշի ամենից զբաղված փողոցի վրա։ Դրամապանական հարցեր են, որ ստեղ պետք է վերլուծվի։ Եվ այդ 5 հոգի խորհրդի անդամներն են նստած, այո են ասում, կամ իրավունք ունի, որ փողոցի վրա, որ ժամերը, ուր, ինչպես այդտեղ պետք է նկատի առնենք։ Շատ բաներ կա, որ չեմ ուզում հեռուստատեսությամբ շատ երկար խոսամ ձեր համար, միայն special օրեր կունենամ ստա մասին ավելի երկար խոսալ։ Ձեզանից կխնդրեմ տվյալները։ Եթե ուզում եք ավելի մանրամասեր, օրինակ շինարարության համար, շինարարությունները այլնում, ինչպես տեսակ Central-ի վրա եւ ուրիշ տեղեր են ելնում, քանի են մեր հայերից կարողացել եք վարձեք, վարձու տուներ են տակ վաճառքի չեն, կարողացել եք վարձեք այդ Central-ի վրայի նոր ակառույց շենքերը։ Կարողացել եք վարձեք, հետաքրքրվել եք։ Մեկ ննջարանը $3000 են ուզում։ Ումին է պետք է դի։ Մեզի, մեր հայերից ինչպես է օգտակարել է, կամ ընդհանրապես Գլենդելի բնակիչներին։ Օգտակար չի ելնում։ Եվ դեռ այդ տեսակ շարունակվում է։ Շատ ուրիշ հարցեր կան եւ ապահովությունը, գողությունները հիշում եք, ինչքան են մտնում գողերը եւ այլն։ Մենք այդ ապահովությունը պետք ունենք։ Պետք ունենք, որ մեր փոլիսը, մեր հրշեջները, եթե Աստված ոչ արած, այս տաքին մանավանդ Գլենդելը, որ 100 տարի չի այրել եւ Աստված անի երբեք էլ չելնի, բայց կրակ չենք ունեցել սարերի մեջ, դե։ Այդ հրշեջները պետք է հասնեն ժամանակին, բայց ունենանք բավականի հրշեջներ եւ ունենան բավականի իրանց գործիքները, որ կարողանան օգտագործեն։ Հետո գալիս ենք դնում ենք մարդկության վնասը նյութականի վրա, այսինքն ինչ։ Այսինքն ես ասում եմ լավ, նախքան կրակը բռնել, քշում եմ, տեսնում եմ սարերի վրա, մանավանդ այսօր առավոտ անդրադարձա, որ այս մեկ մասը կա Glendale College-ի վրևը, ինչքան խիտ ծառեր են, եւ ծառ ասելով ոչ թե ծառ, այլ վայրի բուշ հասկացողությամբ, որ այս տաքին մահ մեքենա քշելով իր պապիրոսը ասեց գցի, լրիվ սարերն ու տուները վառվելու են։ Վառվելու են տուներն ու սարերը, կասենք նյութական։ Բայց մարդիկ կան, որ միշտ լսում են կրակների մեջ, որ մահացել են։ Եվ երբ որ գալիս եք ասում եք, այստեղ մաքրեք, նախքան կրակը սկսի, նախապատրաստությունները տեսեք։ Ասում են էդի գումար պետք է այդ գործ անելու համար։ Okay։ Ուրեմն, որովհետև գումար պետք է չանենք, որովհետև թանկ է նայելու, ուրեմն այդ մարդիկ, որ մեռնելու են կրակի ժամանակ մահանալու են, այդ կյանքի արժեքը ավելի քիչ է, քան թե մաքրման արժեքը։ Դա թելադրում։ Ասում եմ, ես չեմ գումար ծախսի մաքրեմ, եթե մարդ մահացավ, ոչինչ, դա արժեք չունի։ Էսի ավելի թանկ է, քան թե դա կյանքը։ Կարելի է տեսնում եմ բան մոտեցում, բայց իրականությունը է դա, բայց չեն ասում ճիշտ ձևը։
Եթե կուզեք ավելի մանրամաս անցնել, ինչպես ասամ, ամեն մարդիկ տարբեր խնդիրներ ունեք, կարող եք հավաքեք ձեր ընկերներին, ձեր հարևաններին, ձեր բարեկամներին, ինձ հեռաձայնեք կամ email արեք, որ պարոն Ղարիբյան, կուզենք այս օրը, այս ժամին գաք մեզի խորհրդացեք եւ պատմեք եւ հարցումներ ունենք, ձեր հարցումները մեզի պատասխանեք, որ խորհրդում Գրենդելի քաղաքում ինչեր է պատահում, ինչեր չի պատահում եւ ճիշտ պատասխանը լսեք, որ իրոք ճիշտի ինչա պատահում։ Սիրով կգամ եւ ձեզի կօգնեմ եւ կպատասխանեմ։ Եթե անպայման ուզում եք այդ ձևով կարող եք անեք եւ անշուշտ քվեարկությունը շատ կարեւոր է քվե տալու համար մայիսի սկիզբը դեռ ունենք, դեռ զատիկ ունենք եւ այլն, նորեն գիշաստեմ մայիսի սկիզբը տուներում ձեր թղթատոմսերը գալու է ձայն տալու համար, որևէ մեկը դուրը խփում ասում թողեք ես վերստեմ այդ ձեր ձերքից եւ օգնեմ մի արեք, անպայման սպասեք մինչեւ մեր գրասենյակից գամ, որ ձեզի ցուցադրեն տարբեր քարտերով, իմ սենց նկարով ես եւ իմ քարտերով ես կգանք ասենք, եթե ստանից ունեն, կարող եք էսի վերցնեք, վրան հեռախոսի թիվ կա, հեռաձայնեք ինձի, ես կասեմ այո, դա մարդն է, կարող եք վստահեք իրան եւ թուղթը տալ։ Իմանում եմ շատերը ուզում եք լիստինգները նայեք, մի քանիսը կարծեմ կարող են ցույց տանք ինչու ոչ մի քանի այդ լիստինգները նայենք շատ արագությամբ mən նայենք լիստինգները խնդրում Ուրեմն սկսելով այս condominium townhouse-երը ունենք Simi Valley 3 ննջասենյակ 2 լվացարան 1125 square feet ունի մեծությունը 440 square feet homeowners-ի association-ը 579,000 Ուրեմն այս օրինակ եմ տվել եթե դուք qualified ելնեք Այս 3% կանխավճարը մենք ձեր համար ստանանք, այսինքն դուք չեք վճարում, ձեր համար վերցնում ենք 17,000-ը, ձեր payment-ը կլինի $4,500 այս տունը առնելու համար, այս տունը նայեք, 3 ննջասենյակով, 4,500 payment-ը կլինի ամեն ինչով, homeowners association-ով, tax-ով, insurance-ով, payment-ով եւ ոչ մեկ կանխավճարը չես տնի քո համար կստանամ, անշուշտ եկամուտը պետք է բավարար լինի այդ գործը անելու համար։ Silmar 3 ննջասենյակ 3 լվացարան 1300 square feet $600,000 asking price Silmar-ում մաքուր moving condition 3 ննջասենյակ մենք որ 3 պետք ունի 3 պետք ունի Մյուսը Քնոգա Park 3 ննջասենյակ 3 լվացարան 1600 square feet ունի մեծությունն $160 homeowners association-ն $600,000 asking price Քնոգա Park-ում Մեկ քիչ աշխատանք ունի, բայց որպես 3 bedroom 3 bath 1600 square feet լավ արժեք են դրի եւ մեծ էլ բակ ունի, ինչպես տեսակ, որպես թան Լակրսենտա 2 նյուսակ 3 լվացարան 1400 square feet կոնդոյի մեծությունն $480 homeowners association-ն asking price $780,000 asking price-ը չի կարևորը $537-ն որ Լակրսենտայի համար is not bad $537 price per square feet բայց homeowner association-ը համեմատաբար լավ արժեքների մեջ է։ Glendale-ի շատ պահանջ ունի, it's a hot commodity location-ը շատ լավ է 2 ննջասենյակ 3 լվացարան 1837 square feet $500 homeowners association-ը location is fantastic, էսի վստահ եմ ավել կեթա անշուշտ չափու սահմաններով նույնիսկ կոնդոմինիում բայց տունի նման բակ ունի իր համար եւ community pool ունի, էսի չեմ զարմանա մինչեւ $900,000 էլ էթա դվոճ ավել։ Հոп, ներողություն։ North Hollywood-ել ունենք, այո, North Hollywood 3 ննջասենյակ 4 լվացարան 1800 square feet, միայն $189 homeowners association, which is great, լավ արժան է $849,000 asking price Այլմա $469 price per square feet, North Hollywood-ում շատ լավ պայմաններով լավ townhouse-ներ են։ Dana Point 3 ննջասենյակ 2 լվացարան ծովեզերքից պարզապես քանի բլոկ են գոհա is like 10 minutes walk 1200 square feet ունի մեծությունն է $629 homeowners association-ն asking price $1,300,000 Dana Point 10 րոպե քայլելով ծով ես հասնում 10 րոպե քայլելով you're at the beach Dana Point-ում Տուները նայենք
Առաջինը նայելով Palmdale 4 սենյակ 3 լվացարան 2200 square feet տունի մեծությունն է 13000 հողամասի մեծությունն է այդ շատ սիրուն մաքուր հայ սիլինգով փուլով $625,000 տունի արժեքն է նորին օրինակ եմ տվել դες 3% կանխավճարը որ $18000 է մենք ձեր համար կարող ենք նվեր վերցնենք նվեր ասելով որ assistant է որ օգնություն է Եվ դա վրա կարող է քո payment-ները ամեն ինչով ելնում է $4481 փուլով տուն 18000-ը կարող ենք նվիրատվություն ունենալ նվիրատվություն assistant ստանանք Grande Hills 4 դնջասենյակ 2 լվացարան 1495 square feet տունի մեծությունն է 7700 square feet հողամասի մեծությունն է շատ լավ location-ում է շատ լավ location-ում է $850,000 asking price Grande Hills-ում եւ ինչպես ասեմ թաղամասը շատ լավ է տունն էլ is not bad հատուկ ծախս ունի բայց it's more of TLC հասկացողությամբ բայց Grande Hills $569 price per square feet not bad Northridge, այս մեկը 3 դնջասենյակ 2 լվացարան է, այս տունը նայեք 1986 square feet տունի մեծությունն է, moving condition, պատրաստ վիճակի մեջ է, շատ լավ գործ են արել, փուլով տունը այս աշխատանք ուզենաս տանես, it takes a lot of money, այս մանրամասերը կարողանաս սարքես։ Asking price $1 million։ $1 million հայրենակից ես օրից 5% կանխավճար դուք եթե դնեք, որ $50,000 մենք է 2-1 buy down temporarily buy down ծրագիրը կարող ենք օգտագործենք, այսինքն փոխարեն տոկոսը տելնի 6 ելնում է 4 4%-ով payment-ը տելնում է $6224 Այդ 4%-ի ծրագիրը ստանալու համար ծախս ունի, որ այդ ծախսը մենք կարող ենք ստանանք որպես assistant ձեր համար կամ կարող ենք խոսանք seller-ի հետ ձեր համար վերցնի So շատ տարբեր ծրագիրներ կան Grande Hills-ը 1-0-ն չկա, կներեք ստեղում active-ը չկա 4 դնջասենյակ 3 լվացարան Մյուսը Glendale 3 դնջասենյակ 1 լվացարան 1066 square feet տունի մեծությունն է 7400 square feet հողամասի մեծությունն է $1,100,000 asking price մեկ իջան է expensive side բայց մեկը որ ուզում է լավ թաղամասում տուն ունենա that's the price to pay for but it's too expensive Burbank 3 դնջասենյակ 2 լվացարան 1824 square feet տունի մեծությունն է 6500 square feet հողամասի մեծությունն է $685 price per square feet Burbank-ում այս վիճակի տունն է խոհանոց ամեն ինչ մաքուր է $685 պատրաստ վիճակում 1,250,000-ը չի հարցը 685-ն է I think it's worth it էսի լավ տուն է լավ listing-ը անպայման նկատի առենք էսի Մյուսը Burbank 2 դնջասենյակ 1 լվացարան եւ ունի ADU որ 2 դնջասենյակ 1 լվացարան ADU էլ պատրաստ է ընդամենը միասին 2060 square feet-ա 6000 square feet հողամասի մեծությունն է ADU-ով դրա $621 price per square feet, որ $1,280,000 երկու տուն ես, ADU-ն է, տունն է, երկուսը ստանում ես։ Pasadena 3 դնջասենյակ 3 լվացարան 1840 square feet տունի մեծությունն է եւ 9700 հողամասի մեծությունն է $1,395,000 Կարծեմ ժամանակս վերջացնում եմ, մի քիչ արագացնեմ։ Burbank 3 դնջասենյակ 3 լվացարան 1450 square feet տունի մեծությունն է 6700 square feet հողամասի մեծությունն է asking price $1,395,000 մաքուր տուն է սիրուն remodel-ած է $962 it's in the high end of it բայց այս վիճակով տուն է ուզենաս դու սարքես ավելի շատ թանկ կնայեք ես այդ սարքելու համար Վերջինն էլ նայեն Glendale 3 դնջասենյակ 2 լվացարան 1454 square feet տունի մեծությունն է 17000 square feet հողամասի մեծությունն է բոլորը flat չի բայց բավականին բակ ունի դեռ մնացած leftover թանկ է մեկ քիչ բայց վիճակն էլ այդքան վատ չի ինչպես տեսնում եք remodel-ած է շատ ծախս չունեք ներս մտնելու համար $1,500,000 asking price եւ location-ը շատ լավ location-ում է
Շնորհակալ եմ, որ նայում եք, կներեք ժամը շատ արագ է անցնում, չեմ կարողանում ամեն ինչ բացատրել ձեզ, բայց ինչևիցե խորհրդի անդամի համար հեռացանեք Գլենդելինը ձեր քվեները պետք ունեմ, ուրիշներին էլ պետք է ասեք ինձի քվեարկեն անպայման, որ կարողանանք կարգ ու կանոնի դնենք եւ ձեզի օգտակար լինենք եւ արժեքները կարողանանք պաշտպանենք եւ ֆինանսավորումը կարողանանք պաշտպանենք, շատ խնդիրներ կա Գլենդելում, որ ժամանակ կա, որ ներս մտնենք եւ սարքենք։ Գանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսությունից։ Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Քվեարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։